Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում, ինչպես տեղից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արտաշավան բնակավայրից մինչև Քուչակ տանող ճանապարհին մերկասառույցի պատճառով առաջացել է հսկայական խցանում։ Ճանշինը ոչ մի աշխատանք չի իրականացրել այն մաքրելու, աղոավազի խառնուրդով մշակելու համար, ինչն էլ առաջացրել է վարորդների զայրույթը։ Տեղում աշխատում են պարեկային ծառայողները, սակայն հսկայական խցանումը պահպանվում է արդեն 2 ժամ։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II Մայրաթոր Սուրբ Էջմիածնում ընդունել է զինված ուժերի այն հոգևոր սպասավորներին, որոնց ծառայությունը բանակում դադարեցվել է փետրվարի 1-ից։ Նորին սրբությունն իր հայրական օրհնությունն ու երախտագիտությունն է հայտնել գնդերես քահանաներին, բարձր գնահատելով նրանց տարիների նվիրյալ աշխատանքը զինված ուժերում։ Վեհափառ հայրապետը մասնավորապես կարևորել է հոգևոր հայրերի դերը զինվորականների շրջանում հավատքի զորացման, հայրենասիրական ոգու ամրապնդման եւ բանակում բարոյական առողջ մթնոլորտի ձևավորման գործում։ Հանդիպման ընթացքում ամենայն հայոց կաթողիկոսը հոգևոր սպասավորներին նոր նշանակումներ է կատարել, հորդորելով նրանց նույնպիսի եռանդով եւ պատասխանատվությամբ շարունակել իրենց առաքելությունը եկեղեցական ծառայության նոր վայրերում։ Ձեզ գրում եմ ոչ միայն որպես հոգևոր առաջնորդ, այլև որպես հովիվ տեղահանված հոտի։ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նամակով դիմել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսին, խնդրել մեջբերում նրա անհապաղ բարոյական եւ դիվանագիտական առաջնորդությունը 2 խորապես մարդասիրական եւ հոգևոր նշանակության հարցերում։ Այն է հայ ռազմագերիների եւ պատանների վերադարձը, ինչպես նաեւ անհետ կորածների կամ նրանց աճյունների որոնումը։ Արցախի թեմի եկեղեցիների քրիստոնեական հուշակոթողների եւ պատմական գերեզմանների ոչնչացումը, որը մաս է կազմում համաշխարհային կրոնական ժառանգության, Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը կարևորել է եւ դիտարկել որպես երկրորդ կետ։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը Երևան կժամանի փետրվարի 9-ին, իսկ հաջորդ օրը կմեկնի Բաքու։ Հիդրոթերապևտաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տվյալներով 2026 թվականի հունվարի 27-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանի օդում փոշու պարունակությունը զգալիորեն գերազանցել է սահմանային թույլատրելի շեմը։ Մասնավորապես կենտրոն վարչական շրջանում գերազանցումներ են արձանագրվել ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում 4 օր, իսկ Նոր-Նորքում փետրվարի 1-ին։ Թեև ծծմբի եւ ազոտի երկօքսիդների մակարդակը մնացել է նորմայի սահմաններում, սակայն փոշու բարձր մակարդակը լուրջ մտահոգությունների տեղիք է տվել։ Կենսաբանական գիտությունների թեկնածու Վահագն Վարագյանը իրավիճակը որակել է որպես հերթական քաղաքային կոլապսի նախաշեմ։ Ըստ նրա, խնդրի հիմնական պատճառը քաղաքային իշխանությունների ձնամաքրման աշխատանքների թերի կազմակերպումն է, ինչի հետևանքով մայթեզրերին կուտակվել են աղի եւ աղավազի մեծ կույտեր։ Ձյան հալվելուց հետո այդ կույտերը չեն հեռացվում, ինչն էլ հանգեցնում է օդի աղտոտվածության կտրուկ աճին։ Բնապահպանը զգուշացրել է, որ առաջիկա անձրևների ժամանակ մայթեզրերին մնացած աղավազը կհոսի դեպի հեղեղատար համակարգեր, խցանելով դրանք։ Սա իր հերթին կարող է հանգեցնել ջրհեղեղների, նյութական վնասների եւ տրանսպորտային քաոսի։ Վարագյանը շեշտել է, որ քաղաքային իշխանությունները պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն մայթեզրերը մաքրելու ուղղությամբ, հետագայում տեղումների պատճառով սպասվող բարդություններից խուսափելու համար։ 2021 թվականին Տաշիր ընկերությունների խմբի կրկեսը ձեռք բերելուց հետո շենքի շինարարությանը զուգահեռ կրկեսային գործունեությունը ոչ մի օր չի դադարել։ Փաստերն ավելի քան խոսուն են։ 14 տարի շարունակ արտիստների մարզումներն ապահովելու համար վարձակալվել են տարբեր տարածքներ, ինչի վրա ծախսվել է շուրջ 18 միլիոն 650 հազար դրամ։ Այս տարիներին կրկեսի 15 հիմնական աշխատակիցներից եւ ոչ մեկը գործազուրկ չի մնացել։ Նրանց վճարվել է ընդհանուր շուրջ 119 միլիոն դրամ աշխատավարձ։ Սա վկայում է այն մասին, որ շենքի բացակայությունը խոչընդոտ չի եղել պրոֆեսիոնալ թիմը պահպանելու համար։ Սոս Պետրոսյանը հիշում է, որ չկա մի զորամաս կամ գյուղ, որտեղ իր սաները ելույթ ունեցած չլինեն։ Ամիսը 2 անգամ Պարոնյանի թատրոնի շենքում բեմադրվող ներկայացումները միշտ լեփ-լեցուն դահլիճներ են ունեցել։ Իսկ ուսումնական process-ը հազարավոր երեխաների համար եղել է բացարձակ անվճար։ Եթե մեկին ասեք, Հայաստանում կա մի տեղ, որտեղ կրկես են սովորեցնում անվճար, ձեզ վրա կծիծաղացնեն։ Մենք անվճար հիմունքներով, իհարկե Տաշիր գրոպի հովանու ներքո, միշտ մեր ուսումնական process-ը անվճար է եղել։ Ոչ մի լումա մենք երեխայից չենք վերցրել։ Չնայած շենքային պայմանների բացակայությանը կրկեսային կյանքը Հայաստանում ոչ միայն չի մարել, այլև կրթել է սերունդներ։ Տաշիր արենայի դռները բաց են, իսկ մարզումային process-ը շարունակվում է նոր թափով։ Երևանի կրկեսը պատրաստ է նոր հրաշքների, պահպանելով իր գլխավոր սկզբունքը՝ լինել հասանելի բոլորի համար եւ բարձր պահել հայկական կրկեսի պատիվը ողջ աշխարհում։
Միացյալ Նահանգները շատ լավ բանակցություններ է ունեցել Իրանի հետ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկու երկրների պատվիրակությունների հանդիպումից հետո։ Իրանը կարծես շատ է ուզում գործարք կնքել, պետք է տեսնենք, թե ինչ կստացվի, ասել է նա։ ԱՄՆ-ի ու Իրանի պատվիրակությունները փետրվարի 6-ին հանդիպել են Օմանում։ Դա առաջին բանակցություններն էին երկու կողմերի միջև 2025 թվականի ամռանը Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից հետո։ Բանակցություններին մասնակցել են Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին և ԱՄՆ-ի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, Ջարեդ Քուշները, Թրամփի փեսան։ Բանակցությունները եղել են անուղղակի Օմանի արտգործնախարարի միջնորդությամբ, որն առանձին հանդիպել է յուրաքանչյուր կողմի հետ։ Արաղչին իր օմանցի գործընկերոջը ներկայացրել է նախնական պլան Իրանի և ԱՄՆ-ի միջև ընթացիկ իրավիճակը կարգավորելու համար, իսկ ամերիկյան պատասխանն էլ բանակցությունների ընթացքում հանձնվել է իրանական կողմին։ Հանդիպումից առաջ իրանական պաշտոնյաները պնդել են, որ ցանկանում են քննարկել միայն միջուկային ծրագրին առնչվող հարցեր։ ԱՄՆ-ն պահանջել է ավելի լայն քննարկումներ, որոնք ներառում են բալիստիկ հրթիռները, Իրանի զինված խմբավորումները, Իրանի վերջին դաժան ճնշումները բողոքի ակցիաների դեմ։ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ի համար ընդունելի գործարքի։ Նա զգուշացրել էր Իրանին հնարավոր նոր ռազմական հարվածների մասին, հայտարարելով, որ դեպի երկրի ափեր է ուղևորվում հսկայական նավատորմ, եթե Թեհրանը չվերադառնա բանակցությունների սեղան։ Ի պատասխան Վաշինգտոնի հռետորաբանությանը, Իրանին արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իրենց զինված ուժերի մատները ձգանին է հզոր հակահարված տալու։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է ներողություն խնդրել նախօրեին հրապարակած հետո ջնջած ռասիստական տեսանյութը, որտեղ նախկին նախագահ Բարակ Օբաման և իր տիկինը Միշել Օբաման պատկերված են եղել որպես կապիկներ ջունգլիներում։ Նա պնդել է, որ չի տեսել վիրավորական բովանդակություն պարունակող տեսանյութի վերջնական կադրերը և սխալի համար մեղադրել է Սպիտակ տան աշխատակցին։ Նա շեշտել է, որ տեսանյութը եղել է ընտրակեղծիքների մասին և դրա համար է հավանություն տվել հրապարակելուն։ Бажаю здоров'я, шановні українці. Перше. Повітряні сили Збройних сил. ԱՄՆ-ն Ուկրաինային և Ռուսաստանին առաջարկել է ավարտել պատերազմը մինչև այս տարվա ամառ, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ամերիկյան կողմն առաջարկել է նաև նվազեցնել հարվածները էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ։ Ուկրաինան արդեն տվել է իր համաձայնությունը։ Ռուսական պատվիրակությունը հայտնել է, որ վերջնական պատասխան կտա Մոսկվա վերադառնալուց հետո։ Չնայած այս առաջարկներին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հաստատել է, որ Մոսկվան մերժում է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու գաղափարը։ Խոսքը այն երաշխիքների մասին է, որոնք պետք է տային արևմտյան գործընկերները։ В стремлении сбить их с курса на достижение справедливого урегулирования. Վերլուծաբանների կարծիքով Ռուսաստանը ցանկանում է ցանկացած խաղաղության պայմանագրի հիմքում դնել 2022 թվականի Ստամբուլի փաստաթուղթը։ Չինաստանում տղամարդը փորձել է փրկել սառցակալած ջրի մեջ ընկած երեխային, սակայն ինքն էլ է հայտնվել ծուղակում։ Ականատեսի օգնությամբ տղամարդը և երեխան բարեբախտաբար փրկվել են։